Հայփոստի Գյումրիի մասնաճյուղի դռներն արդեն մի քանի օր է փակ են։ Կառույցը միավորվել է Սպիտակում գործող հյուսիսային բաժանմունքի հետ, մեկ տասնյակից ավելի աշխատակիցներին թողնելով գործազուրկ։ Ճիշտ է, նրանց առաջարկվել է շարունակել աշխատանքը Սպիտակում, որևէ մեկը սակայն չի համաձայնել 55,000 դրամ աշխատավարձով ամեն օր 100 կիլոմետր կտրել անցնել։ Տված աշխատավարձով ինձ թվում է անհնար է 1000-ով գնաս Սպիտակ գաս, աբսուրդ է, թե ուղղակի ձևի համար են այդ առաջարկարը, որ հրաժարվենք, աշտեն այդ իրանց խղճին։ Սպիտակ գնալ հասնելու համար 50 կիլոմետր եւ 50-ը պետք է հետ գանք 55,000 աշխատավարձով ոնց կարելի է այդ պայմաններով կարող է խելացի անձնավորություն լինի, որովհետեւ համաձայնվի Սպիտակում աշխատել։ Գործազուրկ դարձած գյումրեցիները պնդում են, որ Հայփոստն իրենց ժամանակին չի տեղեկացրել մասնաճյուղը լուծարելու մասին, պատճառներն էլ չի պարզաբանել։ Հիմա ստիպված են արտագաղթի ճամփան բռնել։ Դիմում գրեցինք երկրի նախագահին, խնդրեցինք, որ ժամանակավորապես կասեցնեն այս որոշումը, մինչև մեզ խելամիտ առաջարկներ անեն։ Ոչ թե օտիմիջից այսպես հապճեպ մի շաբաթում մարդկանց ճակատագրերի հետ խաղան, ընտանիքներ կործանեն, երբ որ մարդը թեկուզ այդ 55,000-ով ստիպված ինքը աշխատում էր, գիտենալու, որ Գյումրիում ինչքան դժվար է աշխատանք գտնելը։ Հիմա դրանից էլ է զրկվում ինքը։ Ամեն ամբիոնից հոռում են, չգիտես ինչ, Գյումրիում գործազրկության տոկոսը չգիտես ինչ ավելի են շատացնում Գյումրիում գործազրկությունը։ Մարդիկ եթե դի գնա Սպիտակ հասնի, տունը ծախի գնա Սպիտակ, տունը կծախի ուրիշ տեղ կգնա կապրի։ Գոնե ինքը մարդ կզգա իր իրավունքները կարողանա պաշտպանել։ Հայփոստի Գյումրիի մասնաճյուղի աշխատավարձի ֆոնդը մոտ 750,000 դրամ է, ասում է տիկին Նարինեն ու հարց տալիս միթե դա շատ համարեցին գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում։ Հայփոստում աշխատանքային 20 տարվա փորձ ունեցող կինը վստահ է, մասնաճյուղը Գյումրիից Սպիտակ տեղափոխվելու դեպքում նամակներն ու նույնիսկ թերթերն ուշ կհասնեն բաժանորդներին։ Չնայած իրանց պատճառաբանելով սա բարելավում է, բայց ոչ նամակը եթե առաջ Գյումրիում հաջորդ օրներ հասնում հասցեատիրոջը, ասենք դատական նամակ եկամ։ Հիմա պետք է այդ նամակը Գյումրիից գնա Սպիտակ մի օր տևի, մինչև հավաքեն, հետո հաջորդ օրը պետք է մեքենան գա Սպիտակից այդ նամակը տանի, մինչև այնտեղ իրանք պետք է տեսակավորեն, մյուս օրը գա Գյումրի, մինչև հասնի տանեն, մի 3-4 օր պետք է տևի այդ նամակը, մի Գյումրիի մեջ մենակ տեղից տեղ գնալը։ Իդեպ երկու մասնաճյուղերը միավորելու որոշումը կայացվեց Հայփոստը վաճառքի հանելու կառավարության որոշումից մի քանի օր անց։ Հայփոստի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Թորգոմ Գևորգյանը սակայն պնդում է, մեկը մյուսի հետ կապված չէ եւ այժմ օպտիմալացման գործընթացներ են նաեւ մյուս մարզերում։